Պատգամավորներն ազգային ժողովում ծեծում են միմյանց, հայոյում, վիրավորում։ Ազգային ժողովի նախագահը հրապարակայնորեն թքում է քաղաքացու վրա։ Ձեռքերիցս բռնեցին 2-3 հոգի եւ հիշում եմ, որ հենց որ թարցրեցին ինձ իմ թեմքին արդեն Ալեն Սիմոնյանն էր։ Նրա մայրը նույն կերպ է իրեն դրսևորում։ Լրագրողների նկատմամբ վերաբերմունքը հաճախ նվաստացուցիչ է։ Միկրոֆոն մտամ գլխիդ մի հատ։ Կարաս դա։ Ինչ-որ նկարիլս է, ով շահ հրապարակի է դի։ Նիկոլ Փաշինյանը եւս փողոցային հրապարակաշարով գրառումներ է անում, ելույթներ ունենում։ Նրա կինը հետևում է ամուսնու օրինակին։ Օրինակ, գրառումներից մեկով նա երկրի առաջին նախագահին անվանում է գիտնական ոչիլ, օգտագործում մեռելիս դաչի, ազգադավ վիժվածք եւ այլ ցածրակարգ փողոցային բառապաշար։ Այս շարքը ցավոք կարելի է երկար շարունակել, եւ այս ամենը փաստացի նորմալացվել է իշխանության բարձրագույն մակարդակներում։ Բայց երբ խոսքն հասնում է ընդդիմադիր վարքագիծ ունեցող քաղաքացիների քննադատությանը, իշխանության ներկայացուցիչները հանկարծ դառնում են չափազանց օրինապահ, եւ այդ ժամանակ արդեն ազգային անվտանգության ծառայությունն է սկսում այցելել մարդկանց եւ ցուցադրաբար շոուներ կազմակերպել։ Օրինակ, չթիմադրող մարդուն հատուկ այսպես են բերման ենթարկել, խուզարկել եւ առգրավել նաեւ տեխնիկական բոլոր միջոցները առանց տրամաբանական հիմնավորման։ Գործ ունենք քաղաքական ընտրովի մոտեցման հետ։ Մի դեպքում իշխանությունն անպատժելի է, մյուս դեպքում ականատես ենք լինում ուժի դեմոնստրացիայի։ Եթե իշխանությունը հիմնվում է ուժի ցուցադրման վրա, սկսում է բանտերը լցնել հոգևորականներով, ընդդիմադիրներով, այլ կարծիք ունեցողներով, դա սովորաբար նշան է, որ իշխանության իրական լեգիտիմությունը թույլ է, հարաբերությունները հասարակության հետ վատացել են, բովանդակային քաղաքական խնդիրները թաքցվում են ձևական ուժային ցուցադրություններով եւ նրանք նախընտրում են վախեցնել, ոչ թե աշխատել։ Հասարակության որոշ ներկայացուցիչներից հաճախ լսում ենք, որքան կարող է շարունակվել այս ռեպրեսիվ վարքագիծը։ Պատասխանը պարզ է, այնքան, որքան մենք ենք թույլ տալիս, այնքան, մինչև իշխանությունները հասկանան, որ հերթական անգամ կտրորեն կարմիր գիծը, որի գծողը մենք ենք։ Իշխանությունները շատ լավ գիտեն, թե մինչև որտեղ կարող են մարսել իրենց քայլերը, նրանք շարժվում են բացարձակ հաշվարկված մինչև թույլատրելի սահմանը։ Այսօր օրինակ հասկանում են, որ մայր աթոռի դեմ ուղիղ հարվածը դեռևս չի անցնի, ուստի չեն շտապում, սպասում են, նախապատրաստում են դաշտը, ստեղծում են տեղեկատվական ֆոն, փորձարկում են հանրային արձագանքը, բայց կտրուկ քայլի չեն գնում, որովհետև գիտեն, դեռ ժամանակը չէ։ Եվ որքան մենք լռում ենք, մտածելով, դե սա էլ անցնի, գուցե վերջինն է, այնքան իրականում հող ենք նախապատրաստում հաջորդ ճնշման, հաջորդ անընդունելի քայլի համար։ Յուրաքանչյուր թողտվություն դառնում է թույլ տվություն, հերթական սահմանը հատելու, հանրային դիմադրությունը չափելու եւ այդ շեմը նվազագույնի հասցնելու համար։ Եվ երբ հարցնում ենք մինչև երբ, ճիշտ հարցը իրականում սա է, մենք մինչև երբ ենք պատրաստ հանդուրժել, մինչև երբ ենք պատրաստ լռությամբ մեր երկրի վրա խորացող ռեպրեսիվ մթնոլորտի համար ճանապարհ բացել։ Այսօր խոսում է միայն քաղաքացիական հասարակության փոքր մի խումբ, մեծամասնությունը շարունակում է լռել, վաստակելով իր բաժին պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար։ Եթե նախկինում միջազգային կառույցները կհրապարակեին կոշտ բանաձևեր, կհիշեցնեին պարտավորությունների մասին, ապա այսօր կրկին լռություն է, որպեսզի արտաքին աշխարհի աչքերում չխամրեցնեն հայաստանյան այսպես կոչված ժողովրդավարության փայլը։ Այսպիսով իշխանություններին տրվում է քարտ բլանշ, ընդլայնում հնարավորությունները, բացում նրանց ձեռքերը նոր ճնշումների համար։ Եվ ահա, ապատիկ եւ կամայականորեն կարգավորվող իրականության մեջ ազատությունների պաշտպանության բեռը մնում է յուրաքանչյուրիս վրա։ Արդեն պարզ է, ոչ մի միջազգային կառույց չի գա ու մեր փոխարեն չի պաշտպանի մեր ազատությունները։ Դա կանեն այն ժամանակ, երբ իրենց է ձեռնտու, ոչ թե մեզ։ ՀԿ սեկտորը եւս կլռի այնքան, որքան անհրաժեշտ է, եւ ուրեմն մենք,
Յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր ազատ մտածող մարդ պետք է գծի իր կարմիր գծերը։ Երբ մագիստրոսական թեզ էի ներկայացնում եւ խոսում խոսքի ազատության սահմանափակումների մասին, ներկա կարծեմ դատախազ թե դատավոր հարցրեց, ավելի խիստ մեթոդներ կընտրես թե ոչ, հավանաբար ակնարկում էր վիրավորանքի եւ զրպարտության քրեականացումը։ Պատասխանս հստակ էր՝ ոչ, թեև այդ պատասխանն առանձնապես չողջունվեց, այն ունի ինձ համար խորքային հիմնավորում, որի մասին մեկ անգամ եւս խոսել եմ այս եթերում։ Անկախ Հայաստանն անցել է չափազանց բարդ ճանապարհ, մեր ունեցած յուրաքանչյուր ձեռքբերում նվաճվել է մեծ դժվարությամբ, պայքարով ու հետևողականությամբ եւ ցանկացած նահանջ անթույլատրելի է։ Հայոյանքն ու սպառնալիքը երբեք չեն դարձնում խոսքն ավելի ծանրակշիռ կամ ազդեցիկ։ Որպես կանոն առաջինը հենց իշխանությունները պետք է լինեն զսպված, խոհեմ եւ պատասխանատու հաղորդակցության մշակույթի կրողը։ Մշակույթ, որի հիմքում ոչ թե վիրավորանքն ու ատելության խոսքը պետք է լինեն, այլ փաստարկված խոսքն ու արժանապատիվ վերաբերմունքը։ Եթե հենց իշխանությունն է բռնանում լեզվով, թեժացնում վիճակը կամ նորմալացնում վիրավորական խոսքը, ապա ամբողջ հանրային հաղորդակցությունն է խեղվում։ Եվ այդ պայմաններում անհնար է ակնկալել, որ հասարակությունը, կուսակցությունները կամ քաղաքացիները կմտնեն առողջ, կառուցողական քննարկումների դաշտ։ Ատելության խոսքն այս իշխանությունները դարձրեցին նորմ հենց իրենց վարքագծով։ Բայց եւ այնպես պետք է հստակ ասել, խոսքի համար մարդուն պատժի ենթարկելն ու առավել եւս կալանավորելը հակասում է ոչ միայն ազատ հասարակության հիմքային արժեքներին, այլ մեր անցած ճանապարհի խորքային տրամաբանությանը։ Մենք տարիներով, երբեմն տասնամյակներով քայլ առ քայլ ենք կառուցել այն ազատությունները, որոնք այսօր վտանգված են։ Այդ արժեքները ծնվել են դժվարությամբ, պայքարով, անհատական ու հավաքական զոհություններով եւ մեր պարտքն է դրանք ոչ թե սահմանափակել, այսքան դյուրին, այլ պահել, ամրացնել, պաշտպանել, որպես մեր պետության ողնաշար։ Եթե այսօր թույլ տանք, որ ազատությունները խեղվեն, վաղը դրանք հետ նվաճելը չափազանց դժվար կլինի։ Պարզ չէ, որ այդ ճանապարհը կրկին կպահանջի տարիներ, փորձություններ եւ ցավոք հաճախ նաեւ մարդկային կյանքեր։ Ուստի մենք իրավունք չունենք այսքան հեշտությամբ փուրը տալ այդ վաստակը։ Այժմ ավելի քան երբևէ մեր պատասխանատվությունն է չթողնել, որ մեր ձեռք բերած ազատությունները դառնան անցյալ, այլ դարձնել դրանք անանցանելի սահմանագիծ։ Այսօր այսքանը, կհանդիպենք։